Պարոն Վարդանով, տեսեք, իշխանությունը ասում է, որ իրենք բերել են իրական խաղաղություն, իսկ իրենց վերընտրվելու դեպքում շարունակվելու է իրական խաղաղության կառուցումը, այսպես շարունակվելու եւ մեղադրում է ընդդիմությանը, եկեղեցուն, ամենքին պատերազմ ցանկանալու մեջ։ Ձեր տեսակետը ո՞րն է այս իշխանության հայտարարությունների վերաբերյալ։ Իմ տեսակետը, եթե գիշատիչ իմ արյունով մսով սնված, ասենք կենթանի կա իմ կողքը, պետք է փայտ ունենամ ձեռս։ Այսօրվա իշխանությունները փայտը ասում են կլինի, ամենայն դեպս ներքին կարգով ասում են, որ կլինի փայտ, դեռ չկա, բայց կլինի ու խաղաղություն են ասում են դեպքում, երբ որ երախը բացած գիշատիչը կանգնում ասում է դուք վերջերս Սյունիք եղել եք, Գորիսում եղել եք, դուք գիտեք, որ դուք Գորիսում չեք եղել, դուք եղել եք Գառուսում, դա իրանց օֆիցիալ, ասենք, փաստաթղթերում նշված Գորիսի անվանումն է։ Իրանք միջև հիմա ոտնձգությունների համար հող են նախապատրաստում Երևան ասելով, Գառուս ասելով, Բասար-Գեչար ասելով Վարդենիսին, Գյոքչա Սևանին ասելով, եթե սա խաղաղություն է, ապա ագրեսիայի համար նախապատրաստական աշխատանքը ո՞նց է լինում։ Ոտատեղ են արել իրանց համար հարձակվելու, նկատի ունեմ, ասենք, իշխանասարի դիրքերը, մեծ ու փոքր իշխանասարը վերցնելով, տեղի հատվածում, ասենք, այդ որ իրանք մի քիչ առաջ են եկել, Ալլճերի մոտ, Քարվաճառի ձորից բարձրացել են Վարդենիսը դիտարկող բարձունքների վրա են գտնվում։ Այդ ամեն ինչը ոտատեղ է տրամպլին հարձակումների համար։ Դրան գումարվում է իրենց հասարակությանը նախապատրաստելը արևմտյան Ադրբեջանի համար մարտերին, հոգեպես նախապատրաստելը, ես ստե խաղաղություն չեմ տեսնում, ես տեսնում եմ պատերազմի նախապատրաստական փոլ։ Իշխանությունը ասում է կրակոցներ չկան, այսինքն դա ինչ է, կրակոց չկա, ուրեմն խաղաղություն է, դուք էլ այսքան բաներ նշեցիք, բայց իշխանությունների ասած խաղաղությունն ինչ է։ Մի քիչ առաջ ասեցի, երբ որ չեն կրակում, դա չի նշանակում խաղաղություն, եթե բոլոր քայլերը խոսում են դրա մասին, որ հեսա խաղաղությունը կխախտեն իմ ուզած սցենարով։ Դա խաղաղություն չի։ Չեն կրակում, միանշանակ չեն կրակում։ Գիտեք ինչ, սովետա-գերմանական սահմանի վրա 41 թվականին չէին կրակում։ 7 գերմանացի դատվել է այդ Անդորը քիչ թե շատ խախտելու համար, որոնցից երկուսը սպա են եղել, որոնք որսի էին գնացել, գետի ափին որս են արել, դրա պատճառով դատվել են։ Հա, իրանց չեն նստացրել, որովհետև այդ իրանց դատից հետո, մոտավորապես մի շաբաթ 10 օր հետո հարձակում է տեղի ունեցել սովետական միության վրա հունիսի 22-ին թե 21-ին 41 թվականի, բայց հարձակվող կողմը փորձում է անդոր պահի սահմանի վրա, որպեսզի քնցնի ուշադրությունը, ասենք շեղի, քնցնի։ Օրերս Ադրբեջանի նախագահը միջազգային մամուլին հարցազրույց է տվել եւ ասել, որ ուրախ է, որ Զանգեզուրի, ճակերտավոր Զանգեզուրի միջանցք տերմինը արդեն մտել է միջազգային լեքսիկոն, հայտարարել է, որ ստիպված են ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ այլն։ Այս հայտարարությունները ինչի մասին են խոսում։ Իմ մի քիչ առաջ նշվածի մասին։ Իսկ լսել եք օդային տարածքի հետ կապված, որ անարգել, Ալիև ասել է անարգել։ Դա որ իրանք օգտագործում են, կա միջազգային ավիաուղիները, ասենք, մոնիտորինգ անող կառույցներ, որոնց ցանկացածը հասցեները իմանալով կարա բացի կայքը ու նայի, ասենք, ինչ ինքնաթիռ որտեղից ոնց գնաց, ինչ աշխուժություն կա տրասաների վրա, ու այդ տրասաները օգտագործվում է որքան ես տեղեկացված էի մեր իշխանությունների թույլտվությամբ։ Եթե Ալիևը չի ստում, ինքը արհամարել է մեզ եւ թույլտվություն չի ստացել։ Հիմա որ մեկնա ճիշտ չգիտեմ։ Դա պիտի արդեն օֆիցիալ բաներին հարցնեք, էլի։ Իսկ եթե առանց թույլտվության հավատանք Ալիևին, սա ինչի մասին է խոսում։ Այդպես հնարավոր է մերոնք էլ ձեն չհանեն ու այդպես իրանք էլ անարգել կնան առանց թույլտվության։ Դե ինչ ասես հնարավոր է ճիշտն ասած, հաշվի առնելով, որ ամեն գնով խախանդ պահելու, ասենք, խնդիր է դրված, դա կարա նաև այդ հարցում մեր կառավարությունը աղմուկ չբարձրացնի, բայց կարծում եմ այնքան էլ այդպես չի, ոնց որ Ալիևն է հայտարարել, ինքը միշտ փորձում է այնց տղայական իմիջի մեջ, ոնց որ ասած, իր թաթերա բեմի վրա դերը խաղա,
Պարտադիր չի, որ մեր իշխանությունները այդքան անզոր են։ Կարծում եմ, որ ինքը մեր իշխանություններից թույլտվություն է ստացել համապատասխան օղակներով, մեր համապատասխան օղակներից եւ չի բացառվում, որ նույնիսկ գումարել է մուծում։ Իսկ պաշտոնական լռությունը ինչի մասին է։ Հայտարարությունից հետո որևէ Չլարելու իրավիճակը։ Չի բացառվում, որ վիճակը չլարելու համար ձեն չեն անում, ասում են, այժմ չուզում է թող խոսա, իր բնակչության համար է մուծվում է մեր կասան հերիքա էլի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։